ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5 օրով երկարաձգել է Իրանին տված ժամանակը Հորմուզի նեղուցը բացելու համար, ինչը չանելու դեպքում նա սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները սկսած ամենամեծից։ Թրամփը հայտարարել է, որ վերջին 2 օրվա ընթացքում Վաշինգտոնը եւ Թեհրանը լավ եւ արդյունավետ զրույցներ են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության ամբողջական եւ լիակատար լուծման շուրջ։ Հիմնվելով այս խոր, հանգամանալից եւ կառուցողական զրույցների վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած եւ բոլոր ռազմական հարվածները, կախված ընթացիկ հանդիպումների եւ քննարկումների հաջողությունից։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանն է կապվել Միացյալ Նահանգների հետ, քանի որ չէր ցանկանում, որ իր էներգետիկ ենթակառուցվածքը հարվածների ենթարկվի։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով կողմերը համաձայն են բազմաթիվ կետերի շուրջ։ Մենք համաձայնության հասնելու շատ լուրջ հնարավորություն ունենք։ Նրանք ցանկանում են համաձայնության հասնել, մենք նույնպես ձգտում ենք դրան։ Դա լավ համաձայնագիր է լինելու։ Այլևս պատերազմներ չեն լինի, միջուկային զենքեր չեն լինի։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Նրանք համաձայնել են դրան։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որպես հնարավոր համաձայնագրի մաս Վաշինգտոնը կվերցնի Իրանի հարստացված ուրանը։ Թրամփը հավելել է, ԱՄՆ-ն կպահպանի հնգօրյա ժամկետը եւ եթե ամեն բան լավ ընթանա, ապա իրավիճակը կհանգուցալուծվի։ Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ամեն ինչ ստացվի, Հորմուզի նեղուցը շուտով կբացվի եւ նավթի գինը կտրուկ կնվազի։ Թրամփի խոսքով ամերիկյան կողմից Իրանի հետ բանակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ իր խորհրդական ուփեսա Ջարեդ Քուշները։ Նա չի հայտնել, թե ով է բանակցում իրանական կողմից, սակայն ասել է, նա երկրի հարգված ղեկավարներից մեկն է։ Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ողջունել են ԱՄՆ նախագահի հայտարարությունները։ Պատերազմի ցանկացած արագ լուծում համաշխարհային շահերից է բխում, հայտնել են Դաունինգ Սթրիթում։ Իրանական լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրների գրում են, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չեն եղել, իսկ Թրամփի մեկնաբանություններն արվել են էներգակիրների գները նվազեցնելու նպատակով։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ երկրի նավթային եւ էներգետիկ օբյեկտներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները կթիրախավորվեն, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել էր, Վաշինգտոնի սպառնալիքները հուսահատության դրսևորում են։ Նա հավելել էր, Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։ Իրանի պաշտպանության խորհուրդն իր հերթին սպառնացել է երկրի դեմ ցամաքային հարձակման դեպքում ականներ տեղադրել ամբողջ Պարսից ծոցում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ստեղծված իրավիճակը քննարկել է Թուրքիայի եւ Ռուսաստանի իր գործընկերներ Հաքան Ֆիդանի եւ Սերգեյ Լավրովի հետ։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելը թիրախավորել է Թեհրանը եւ իրանական այլ քաղաքներ, կան զոհեր։ Իրանն էլ հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանի երկրներին։ Հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։ Իսրայելը նաեւ շարունակում է ռազմական գործողությունները Հզբոլահի դեմ։ Լիբանանի հարավում կամուրջներ են պայթեցվել խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։ Լիբանանի նախագահն ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին, խոստանալով զինաթափել Հզբոլահին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։